Շատ հետաքրքիր է, ոնց որ պատմությունը 5 տարի մեկ կրկվում է, իմիջիայլոց 2021 թվականի դեկտեմբերի 10-ին նույն այդ սահմանադրական դատանի որոշման հիման վրա ես ազատվել կալանավայրից, այն ժամանակ պարոն Վարդևանյանը ազգային ժողովում էլ նամակներով գլխավոր դատախազին ասում էր, որ պատգամավորները պետք է լինեն ազատության մեջ, այդ ժամանակ պարոն Չարչյանը, պարոն Մխիթար Զաքարյանը եւ ես պատգամավորներ են եւ գտնում ենք Կալանավայրում եւ դեկտեմբերի 10-ին ես ասացի, որ Արամ Վարդևանյանը ճիշտ էր եւ ամբողջ դատախազական համակարգը սխալ էր, որովհետեւ ինքը համազգական դատարանում ապացուցեց, ոչ թե գլխավոր դատախազը չէր պատասխանում, այլ ինքը պատասխանել է լրագրողներին, որ ոչ պետք է մնա հաղթահարվածը, բայց համազգական դատարանը ապացուցեց եւ Վարդևանյան Արամն էլ ապացուցեց, որ ինքը ճիշտ է։ Հիմա քանի որ այդ դեպքը 21-ին կրկնվել է, ես ամբողջությամբ ուսումնասիրել եմ եւ վստահաբար ասում եմ, ես ամսի 21-ին պետք է անապաղ ազատ արձակվեի, բայց 2 օր հանգիստ նստել եմ, կարայի բարձրաձայնեի ասեի, բայց դրա կարիքը չունեմ, չեմ նեղվել, որ ես մի տարին կալանքի մեջ եմ 2 օր էլ ավել եմ մնացել, բողոք չունեմ, այդքան։ Որը բան չունի պաշտպանական կողմնորոշում, մեղադրանքի կողմնորոշում։ Պատվարժան դատարան, պարոն Վարդևանյանի կողմից ներկայացված միջնորդության առանցքային հաստակներից մեկն այն էր, որ պարոն Սարգսյանը սույն թվականի հուլիսի 21-ին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ կամ առասարք է բերել պատգամավորի կարգավիճակ։ Պետք է փոքրինչ չհամաձայնեմ պարոն Վարդևանյանի հետ այնքանով, որ պարոն Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերել եւ առայժմ շարունակում է կրել այդ կարգավիճակը դեռևս 2021 թվականից։ Նախորդ տարի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պարոն Սարգսյանին զրկել է ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունից։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 90-րդ հոդվածի առաջի մասի համաձայն ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Երկրորդ մասը սահմանում է հերթական ընտրության դեպքում նորընտիր ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին։ Բնավ չեմ ցանկանա բանավեճի մեջ մտնել ձեր կարգավիճակի եւ կարգավիճակ ձեր բերելու լիազորությունները ստանձնելու հասկացությունների եւ ինստիտուտների առումով պարոն Վարդևանյանի հետ, քանի որ դրանք այս պահի այս միջնորդության քննարկման տեսանկյունից չեմ կարևորում, գտնում եմ, որ վերաբերելի չեն։ Այստեղ վերաբերելի այն հանգամանքը, որ 90-րդ հոդվածի երկրորդ մասի կարգավորումից հետևում է, որ ազգային ժողովը գործում է անօգնության սկզբունքով, այսինքն նորընտիր ազգային ժողովը սկսում է իր գործունեությունը նախորդի լիազորությունների ավարտման օրը։ Եվ պարոն Սարգսյանը ըստ էության չի դադարելու ունենալ ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ եւ իսկ ամսի 2-ից նաեւ ստանձնել շարունակելու է իրականացնել ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ։ Ուստի գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորումներին համապատասխան պարոն Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու եւ նրա նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց կրելու անձեռնմխելիությունը հաղթահարված է եւ այն կրկին հաղթահարելու անհրաժեշտությունը իրավական անհրաժեշտությունը եւ փաստացի եւ դե յուրե բացակայում է։ Դա պայմանավորված է նաեւ այն հիմնավորմամբ, որ պարոն Սարգսյանի լիազորությունները առկային առ այս պահը, այսինքն նա շարունակում է լինել 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ ամսի 2-ից շարունակելու է եւ այդ պահից սկսած շարունակելու է ունենալ պատգամավորի կարգավիճակ եւ լիազորություններ։ Ուստի միջնորդությունը առարկայազուրկ է եւ խնդրում եմ այն մերժել։ Մեկ հիմնավորում էր պատվարժան դատարան նախապես հակադարձելով հնարավոր փաստարկներին ազգային ժողովի
վերստին ձևավորումը նոր ընտրությունների արդյունքում չի կարող զրոյացնել կամ չեզոքացնել նախորդ գումարման ազգային ժողովի կայացրած որոշումների եւ ընդունած օրենքների իրավական ուժը։ Եթե օրենքը պահանջում է, որպեսզի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվի ազգային ժողովի թույլտվությամբ, այսինքն անձեռնմխելիությունից զրկվի ազգային ժողովի համապատասխան որոշմամբ, ապա այդ պահանջը պահպանված է Արթուր Սարգսյանի պարագայում եւ առ այս պահը գտնվում է ուժի մեջ եւ որևէ անհրաժեշտություն չկա կամ որևէ իրավական հիմնավորում չկա կրկին դիտարկելու անձեռնմխելիությունը հաղթահարելու հարցը։